Զինվորի տունը նոր մասնաշենք ունի։ Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի Viva-ի աջակցությամբ բացված մասնաշենքում կյանքի կկոչվեն կարևոր ծրագրեր։ Տղաների վերականգնողական բուժումը կկազմակերպվի առավել հարմարավետ պայմաններում։ Մասնաշենքում պատրաստ է քայլքի լաբորատորիայի դահլիճը։ Բուժառուների հետազոտումն իրականացվելու է նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչը թույլ է տալու 2D ձևաչափով տեսնել, ժամանակին ու առավել հստակ բացահայտել եւ գնահատել հնարավոր խնդիրները։ Այս լաբորատորիան հնարավորություն է տալու հստակ գնահատել քայլքի բոլոր փուլերն ու առավել թիրախային բուժել պրոթեզավորված, օրթեզավորված կամ նյարդաբանական խնդիրներ ունեցող մարդկանց։ Այժմ մենք հնարավորություն ունենք նոր ծրագրեր գործարկելու, որի համար ունեինք սարքավորումներ, գործընկերներ, բայց չկար ֆիզիկապես շենքը եւ զինվորի տան համար այս լրացուցիչ 600 քառակուսի մետրը շուրջ որը որ ավելացավ, այսպես ասած փրկություն էր տղաների բուժումը լիարժեք կազմակերպելու համար։ Այժմ կարող եմ ասել, որ աշխարհում այլևս չկա վերականգնողական բուժման որևէ ուղղություն կամ վերականգնողական բուժման առնչվող որևէ ծրագիր եւ գործընթաց, որը չկա Հայաստանում։ Մասնաշենքում հնարավոր կլինի իրականացնել նաեւ սոցիալ-կենցաղային ռեաբիլիտացիա, կյանքի սենյակ ծրագրով։ Հայաստանում այս մոդելն անգնահատելի արդյունք է ապահովելու ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց կյանքի որակը բարձրացնելու հարցում։ Բուժմանը զուգահեռ առանձնացված գոտիները ծառայելու են այնպիսի հմտությունների ձեռքբերմանը, որոնք կարևոր են կենցաղում անհրաժեշտ գործողությունները հաղթահարելու համար։ Զինվորի տան կողքին լինելը կարևոր առաքելություն է Viva-ի համար։ Այս կառույցի հետ մեր ճանապարհը սկսել ենք 4 տարի առաջ, գիտակցելով իրականացվող ծրագրերի անհրաժեշտությունը։ Գործընկերության արդյունքում մեզ հաջողվել է բուժառու երիտասարդների հայացքում տեսնել ոտքի կանգնելու կամքն ու հավատը։ Պատասխանատու մոտեցումն ու երկարաժամկետ արդյունք ապահովելու ձգտումը նպաստել են, որ Viva-ն ստանձնի նաև այս շենքի կառուցման առաքելությունը։ Ասել, որ այսօր այստեղ նոր մասնաշենք է բացվում, նշանակում է ոչինչ չասել։ Սա ոչ թե ուղղակի տարածք է, այլ մեծ նպատակների իրականացման կենտրոն, որտեղ իրենց անհավանական նվիրումն ու ջանքերն են գործադրելու բուժաշխատողները։ Հենց այստեղ այս պատերի ներսում են միավորվելու զինվորի տան մյուս գործընկերները։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն ասել, հայտնել մեր գործընկերներին, Viva կազմակերպությանը, որը որ այս պահին հանդիսանում է այս շենքի հովանավորը եւ այս շենքը թույլ կտա թողունակությունը ավելացնել։ Գիտեք, որ այստեղ քայլքի լաբորատորիա է բացվելու է կյանքի սենյակը, որը թույլ է տալու մեր հաշմած զինվորներին ավելի ադապտացված լինեն սոցիալական կյանքի, կենցաղային խնդիրներին, այն մարտահրավերներին, որոնք իրենց հաստատի իրենց կյանքում հանդիպելու են։ Անշուշտ նաև սա քաղաքացիական անձինք կարող են օգտվել տարբեր պատճառներով, որոնք որ հայտնվել են այդ վիճակում եւ զինվորի տունը իրականացնում են նման ծրագրեր եւս եւ այդ ամբողջ հասույթը, որը որ քաղաքացիական անձինք վճարում են զինվորի տանը, եւս նպաստում է մեր զինվորների առողջությանը։ Նոր մասնաշենքի մեկ հարկում գործելու է հարմարավետ ընդարձակ ճաշարան։ Բուժառու զինվորները հնարավորություն կունենան օրական 3 անգամ սնվել տեղում պատրաստված թարմ կերակուրներով։ Կարևոր նշանակության մասնաշենքի կառուցման ամբողջ աշխատանքներն իրականացնելու նպատակով Viva-ն նվիրաբերել է 159 միլիոն դրամ։